Իսկ վերադառնալով Հայկ Մարությանին, դուք տեղյակ եք, ինքը միայնակ է մասնակցելու ընտրություններին, թե միգուցե ինչ-որ ուժի հետ միասին լինեն։ Ես չեմ կարող 100% ասել, որքանով ես եմ տեղյակ, նա մտադիր էր ամեն դեպքում միայնակ մասնակցել իր կուսակցությամբ, բայց կարծում եմ շուտով ավելի պարզ կլինի, երբ արդեն կգան ընտրացուցակների հարցը եւ այլն, կարծում եմ այդ բոլոր հարցերը պարզ կլինեն արդեն հանրության համար։ Տեղյակ չեմ, ես քանի որ կուսակցության անդամ չեմ, առհասարակ նոր ուժ կուսակցության անցուդարձի համագումարների եւ նման հարցերի շուրջ ես տեղեկացվածություն չունեմ ընդհանրապես։ Ճիշտ եք համարում, որ ակտիվ ներկայացումներ էր բեմադրում Մարությանը, հիմա այսպես ասած ստոպ տվեց, անցավ քաղաքականությանը, դա նորմալ։ Դե եթե դա իր ոճն է, յուրաքանչյուր քաղաքական գործիչ ունի աշխատանքի իր ոճը։ Քաղաքական գործիչներ կան, որ ամբողջ ընթացքում են ինչ-որ բան փորձում անել, գործիչներ կան, որոնք գտնում են, որ պետք է ավելի քիչ խոսել, բայց ավելի դիպուկ եւ ավելի պատեհ ժամանակ։ Ամեն դեպքում դա իր որոշումն է, դա իր ոճն է, ես այստեղ ոչինչ չեմ կարող ասել։